Բոլոր դեպքերում չկարողացանք մի բան հաղթարել, չկարողացանք մի բան ֆիքսել, արձանագրել, որ վերջի վերջո այս վախի մթնոլորտը, որ ստեղծել են, այս չինովնիկները, խանիկները, իշխանիկները, որ կան, վախացնում են ու դուք ոնց որ թե ենթարկվում եք։ Ժողովուրդ հասկացեք, իշխանությունը շատ մոնոլիտ, իրար պաշտպանում են, ժողովրդի պաշտպանվածությունը, քանի դեռ պետական կառույցների հակակշիռը չի գործել, քանի դեռ ազգային ժողովը կամակատար է նախագահին, քանի դեռ կառավարությունը կամակատար է նախագահին, այդ դեպքում մի բան է մնում, ձեր իրավունքները, ձեր, չգիտեմ, որպեսզի օրենք թույլ չտանք, որ օրենք խախտեն, ձեր հավաքական հանդես գալու մեջ է, դուք հավաքական պետք է հանդես գաք, ու բոլոր դեպքերում մինչև հիմա ինչ-որ ժամանակ հաջողվել էր, բայց հիմա կամաց ոնց որ թե նահանջում եք, նահանջելու տեղ չկա, մենք գնալու ենք առաջ, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ճնշումները շատ կլնեն, ճնշումները ինչ բնույթ կկրեն, իմացեք, այս երկրի տերը դուք եք։ Կարևորը նա է, որ երբ որ ծանր ու վտանգավոր ու վճռական պահերին մարդիկ իրենց մեջ արիություն ու խիզախություն են գտնում և կանգնում են առաջի դիրքերում։ Այսօր դուք և ձեզանից յուրաքանչյուրը, որը հաղթահարել է այդ վախը և Հայաստանի ապագայով մտահոգված պատրաստ է վճռական պայքարի և ձեզանից ոչ ոք թող չկասկածի, որ ձեր պայքարը իր արդյունքը տալու է։ Ամբողջ աշխարհն է զարմացած, թե այս հայ ժողովուրդը ինչ զարմանալի ժողովուրդ է 2008 թվականից հրապարակում է, պայքարում է ու չի հոգնում։ 2008 թվականից այս իշխանությունները ինչեր ասես չբերեցին այս մարդկանց գլխին, անգամ Երևանի փողոցներում գնդակահարեցին, հարյուրավոր մարդկանց բանտերը նետեցին, բայց այս մարդիկ չհուսահատվեցին և շարունակում են պայքարել։ Շարունակում են, որովհետև վճռական են իրենց պայքարում, որովհետև իրենց մտահոգում է իրենց երկրի ապագան, իրենց մտահոգում է ամեն օր ավելացող արտագաղթը։ Գևորգյանին հաղթանակ, 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 ամոթա, ամոթա, գետինը մտեք, երկիրն են ծախում, և դուք նպաստում եք նրան, դատարկում են և դուք ձեն չեք անում, կագեբեն շատ լավ գիտի, քանի հարյուրավոր կազմակերպություն Հայաստանը դատարկում են, յուրաքանչյուրը գիտեն, վիզան ինչ արժ, այդ վիզայի գումարը տալիս են, թռնում են Բելգիա, Հոլանդիա, Կանադա, չգիտեք, թե մասնակից չեք, ամոթա, տեր կանգնեք այս երկրին։ Այսօր բոլորը մտածում են դրա մասին, որ ունենան հնարավորություն ստեղծագործ աշխատանքով զբաղվել, արժանապատիվ կյանքով ապրել, իրենց ընտանիքները պահել։ Բայց ամենակարևոր հարցը, որ մենք այս կապակցությամբ դիտանք, լավ, իսկ ինչպես պետք է լուծենք մենք աշխատանքային տեղերի հարցը, ինչպես մենք պետք է անենք, որ մեր երկրում զարգանա տնտեսությունը, բացվեն ձեռնարկություններ և մարդիկ կարողանան ի վերջո ստանալ արժանապատիվ աշխատանք։ Իսկ դրա համար, այդ բանը հասկանալու համար, մեզ պետք է դնել դիագնոզը, պետք է հասկանալ, թե մեր երկիրը, մեր տնտեսությունը ինչով է հիվանդ, այդ ինչ հիվանդություն է, որ թույլ չի տալիս զարգանալ։ Ինչպես է ընդհանրապես ստեղծվում աշխատատեղը։ Աշխատատեղերը ստեղծվում են, երբ որ երկրում ստեղծված են նպաստավոր պայմաններ ձեռնարկատիրության զարգացման համար։ 91 թվին սրանք եկան մեզ ետ հավասարացրին, որոշտան հավասար են, Լևոն Տեր-Պետրոսյանի նոր եմ ճանաչում,
Կենտրոնական բազային բոլոր պահեստները սաղ Հայաստանի միտք տարած կերավ և չեմ ճանաչում դրա Կերպորը Լևոն Տեր-Պետրոսյանը Էր ժամանակին վեր դրոշակն եմ տարել Իմի ես սրան պախի Եթե արգելես բոլորին աշխատել Պետք չի տայլ Հանրապետական կուսակցությունը, դուք ձայն չունեք ես երկրում։ Եվ որ հանկարծ ես տեսնում եմ այդպես շղթա եք տվել ոստիկանության հետ, որ մարդ չմոտենա, հետո, բա քվեարկության ժամանակ ինչ եք անելու։ Ես օրը 300 տուն եմ մտնում, օրը 300 տուն, և ձեզ հայտարարում եմ, հանրապետական կուսակցությունը Հայաստանում 3-ից 5% ձայն ունի, ոչ ավելի։ Եվ դրանք էլ այն քծնողներն են, այն պետական, իշխանական, տաշտից օգտվողները, որոնք առանց դա չեն կարող, որոնց ապրելու ձևը քծնանքն է, որոնք առանց շողոքորթելու չեն կարող ապրել, այդ մարդկանց ապրելաձևը սա է օրինացը, գուրյաղիք է ուզում ասեմ, գուրյաղիքը, Արտուրիկը և հանրապետական կուսակցությունը, և ես ձեզ խոստանում եմ, հանրապետականի տղերք, Արդար ընտրությունների դեպքումից մենք դրան հասնելու ենք, դուք 0 ձայն եք ստանալու, ձեր ղեկավարի հետ, և երբ որ ձեր ղեկավարը մի օր Հայաստանում չլինի, բոլորդ վազելու եք ուրիշ կուսակցությունների դռներ։ Մի քանի կետ կարդամ, տնանք արելա, ու ինչ էր էսովա գալի ձեր մոտ։ Այս ծրագիրը ես կարդամ, հիմա դուք ասեք, ես իրա գրածա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը 2008 թվին։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր հայացքը պետք է ուղղված լինի դեպի ապակա մենք անցել ենք դժվարությունները եւ այլն։ Ես այս մարդիկ որ իշխանություն է, ավելի վատ է քան ես չեմ ասում, իրանց դրած հիմք են այսօր տեղը բան չան։ Ես կասեմ, չէ, վախի մթնոլորտը չէ, որովհետև 2008 թվականին ավելի վախեցած էր ժողովուրդը։ Ես կբացատրեմ, կա երկու պատճառ։ Առաջին, այս 4 տարվա ընթացքում Հայաստանի ակտիվ բնակչության, իսկական քաղաքացի բնակչության մեծ մասը թողել հեռացել է Հայաստանից։ Դուք ուշադիր եթե նայեք ձեր շուրջը կանգնած մարդկանց կտեսնեք 2008 թվականի մարդկանց կեսը այսօր Հայաստանում չէ։ Երկրորդ պատճառը շատ հայտնի պատճառ է, դժբախտաբար Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ է, որ ժողովուրդը մոբիլիզացվում է, որովհետև այնտեղ սև ու սպիտակ է, կա իշխանություն և կա նրա արժանի հակառակորդ։ Այս դեպքում ժողովուրդը իսկապես ակտիվանում է, շանս է տեսնում ինչ-որ փոփոխության հասնելու։ Եվ բոլոր ընտրություններում նախագահական, էլի այդ վախի մթնոլորտը եղել է, էլի ընտրակաշարք բաժանել են, էլի ընտրակեղծիքներ արել են, լցոնումներ են կատարել, բայց բոլոր 3 նախագահական ընտրություններում էլ սկսած 98 թվականից, հետո 2003-ին, հետո 2008-ին, միևնույն է ժողովուրդը հաղթել է, միևնույն է։ Ռոբերտ Քոչարյանը ոչ 98 թվականին, ոչ էլ 2003 թվականին նախագահ չի ընտրվել։ Սերժ Սարգսյանը 2008 թվականին նախագահ չի ընտրվել։ Ընտրվել է 98-ին Կարեն Դեմիրճյանը, 2003-ին Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին ես եմ ընտրվել։ Այսինքն, դա ինչ է ցույց տալիս։ Սուտ բան է, սուտ է, որ ժողովուրդը վախեցած է։ Սուտ բան է, որ ժողովուրդը չի հավատում, որ կարող է իշխանություն փոխել։ Բա ինչու տեղի չի ունենում կասեք, շատ պարզ պատճառով, օգտվելով միջազգային հանրության օգնությունից, ինչ-ինչ շահերով նրանց պետք է այսպիսի իշխանություն, Հայաստանում արևմուտքին պետք է այո Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նման ստեղծած գող, ավազակ, թույլ իշխանություն, որովհետև նրանց կառավարելը հեշտ է։ Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը մեր քաղաքացիները գիտակցված ընտրություն կատարեն։ Անցած 4-5 տարիների ընթացքում այս վարչախումբը, այս իշխանությունը պարզորոշ ցույց տվեց, որ ի վիճակի չի լուծել մեր երկրի առջև կանգնած բազմաթիվ խնդիրները։ Անցած տարիների ընթացքում
աղքատների այս 4 տարիների ընթացքում աղքատների թիվը 270,000-ով ավելացել է։ Այսօր ըստ պաշտոնական տվյալների 35% աղքատ է, իրականում ավելի բարձր։ Երկիրը ամայանում է։ Սա է վիճակը։ Եվ այսօր որքան է այս իշխանությունը խոսի արդարացություններից, արդարությունից, որքան էլ խոսի հավատից եւ փոփոխություններից, ակնհայտ է, որ եթե այս որակի իշխանությունը վերարտադրվի, ոչ մի լավ բան մեր երկրին չի սպասվում։ Դվինում իմ հոր եղբայրներն էին ապրում, Կիրովի սովխոզում մորս քեռիները, նոր կյանքում իմ քեռին, որ այստեղ կանգնած է, Անդրանիկ Ղարիբյանը, 80 տարեկան մարդ, որին դժբախտաբար ես 20 տարվա ընթացքում միայն միտինգներում եմ հանդիպում։ Միայն։ Չի եղել, որտեղ ես որևէ հանրահավաքի գնամ, նրան չտեսնեմ։ Նա գիշեր ցերեկ մեզ հետ էր լինում այդ 2008 թվականի մարտի փետրվարի վերջին 10-օրյակը անցկացրել է Ազատության հրապարակում վրանների տակ։ Անցյալ տարվա մեր մյուս շուրջօրյա հանրահավաքի ժամանակ ես նրան վրաների տակ եմ տեսել։ Այս է մարդն էր, որը երաշտի պատերազմի ժամանակ ուներ 2 որսորդական հրացան եւ 2 որդի։ Հանեց այդ հրացանները, տվեց տղաներին, ասեց ինչ եք նստել տանը, գնացեք սահման։ Հետո տղաներից մեկն էլ դարձավ շատ հերոս ազատամարտիկ, ջոկատի հրամանատար եւ այլն եւ այլն։ Ինչ եմ ուզում ասել։ Պետք է օրինակ վերցնեք այսպիսի մարդկանցից։ Երբեք չհուսահատվող, երբեք պայքարից չհրաժարվող, որովհետեւ հաջողության կարող է հասնել միայն այն մարդը, որը ոչ թե ընդունակ է միայն մեկ անգամյա ընդվզման։ Ձանից մի սանտիմանոց քայլ է պահանջում։ Մի սանտիմ։ Չէ վախենալ, չէ վաճառել ձեր ձայնը, ձեր երեխեքի ու թոռների ապագան, մայիսի 6-ին գալ, քվեարկել ու այդ ձայնին տեր կանգնել։ Հավատացեք, փոխելու ենք ամեն ինչ։ Սատանեն այնքան սարսափելի չի, մեր գյուղում ասում են։ Ինչքան իր անունն է, սրանք այդպես սարսափելի չեն։ Եթե սրանց մեր տեղացիները չծառայեին, սրանք ով էին։